Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս օրերին բավական լայն քննարկվեց լրագրող Լիլիթ Աղիկյանի հետ տեղի ունեցածը եւ ունեցող այս ընթացքում գյումրեցի Լիլիթ Աղիկյանին բերման են ենթարկել եւ փաստորեն տարան կալանավորման, ոստիկանությունում խոշտանգման է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղիկյանը, այս պայմանից այս թեմաների շուրջ զրուցել եմ փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, շնորհակալ եմ Տիկին Փոստանջյան մեր հավերն ընդունելու համար, Լիլիթ Աղիկյանը հայտնել իր սուր հրապարակումներով պետական պաշտոնյաների, հատկապես մարզային պաշտոնյաների վերաբերյալ բացահայտումներով, ինչի հետ է կապված այս քրեական գործը, որը հորինվել է եւ կապվել է իր հետ, որով կալանավորել են, խնդրեմ։ Ես նաև ներկայացնեմ ով է Լիլիթ Աղիկյանը, որովհետև երեք չէ առաջի օրը ազգային ժողովի ամբիոնից ինձ համար նորելուկ էր այդ անձը, ես նրա հետ երբևիցե առնչություն չեմ ունեցել իմ աշխատանքային գործունեության ժամանակ, Արտուր Պողոսյան, ով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Հանդես էր գալի ինչ-որ զեկույց էր ներկայացրել հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորների հարցապնդումներին, հայտնեց բացարձակ սուտ տեղեկություն Լիլիթ Աղիկյանի վերաբերյալ, ուղղակի կեղծիք, ես այդ մասին գրել եմ եւ այսօր նաև արդեն հաղորդում է կհասնի համապատասխան պետական կառույցներին իր այդ ապօրինի հայտարարությունների եւ գործունեության վերաբերյալ։ Կեղծիք այսինքն ուզում էր զրպարտել, վարքաբեկիչ հայտարարություններ անել Լիլիթ Աղիկյանի վերաբերյալ, որը արվեց եւ խախտում էր նրա ամեղության կանխավարկածը։ Այս մարդը եթե զբաղեցնում է այդ պաշտոնը, առնվազն այդ գիտելիքների տերը պետք է լիներ, որ նման հայտարարություններով հանդես չգար, եւ ես ասացի, որ բազմաթիվ քրեական վարույթներով է անցնում Լիլիթ Աղիկյանը, նրա վարույթները գտնվում են բազմաթիվ վարույթներ դատական եւ դատարանում եւ նախաքննական փուլում, այսպիսի հայտարարություններ է անում, նախ բազմաթիվ վարույթներ չկան, այսօր ինչ որ փոփոխություն է արել, գրել է ինչ որ վարույթների մասին, ինչ որ դրվագներ է գրել, դրվագը եւ վարույթ հասկացությունը նա ինչ որ չի կարողանում տարբերի եւ այս քննչական կոմիտեում ինչ որ պատկերացրեք մի քանի հոգի հավաքվում են, ամեն մեկին ասում են մի հատ հաղորդում դուր առերևույթ հանցանքի մասին, ասենց առանձին այդ արձանագրում են նույն դեպքի վերաբերյալ եւ ստացվում է որ իրենց պատկերացում, հետո դրանք կպցնում են իրար, միացնում են եւ ուզում են ուռճացնել, այո, հնչեղություն տալ, ուռճացնել եւ այլն, բայց բացարձակ անգրագիտություն հարցը հետեւյալում է, ասում է, որ Լիլիթ Աղիկյանի նկատմամբ 1, 2, 3 անգամ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց է կիրառվել։ Ես էլ իրեն հարց տվեցի հրապարակայնորեն, խնդրում եմ հրապարակեք այդ 1, 2, 3 որ գործերով են եղել։ Բայց նման հրապարակում չէր կարող անել, որովհետև իր ասածը բացարձակ սուտ էր։ Ասում է, որ դրա համար ենք մենք ընտրել այնպիսի խափանման միջոց, որպեսզի երաշխավորենք, քանի որ այն խափանման միջոցները իրենց արդյունքները չեն տվել, մոտավորապես այսպես էր բացատրում։ Սա նշանակում է, որ այս մարդը տեղյակ չէ կամ գործից, կամ հոյակապ պատվեր է կատարում, որպեսզի
Վարդապետի Լիլիթ Աղեկյանը։ Մինչդեռ ով է Լիլիթ Աղեկյանը։ Լիլիթ Աղեկյանը Գյումրիում շատ հայտնի ճանաչված ընտանիքի զավակ է։ Գիտեք, այս 2 օրը գիշերով, որ պատտվել եմ ոստիկանություն, հիվանդանոց, դատարան, ոստիկանություն եւ այլն, այսպես պատույտ անելուց, ուղղակի միտեղ չի եղել, ես նրա մայրիկի հետ եմ գնացել, որտեղ չճանաչեին ուսուցչուհի Մարինա Շագոյանին եւ չճանաչեին Լիլիթ Աղեկյանի հայրիկին հանգուցյալ արդեն, ով ղեկավարել է բժշկական հաստատություն, եղել է գլխավոր բժիշկ եւ ինչ է արել երկրաշարժից հետո քաղաքի համար եւ ոնց է ինչ աշխատանք է արել որպես բժիշկ։ Այսինքն այնպես ներկայացրեց, որ իբրև թե Լիլիթ Աղեկյանը, չգիտեմ, գիտեք ինչ Պաբլո Էսկոբարի ընտանիքից է։ Այդ խուլիգանություն, չգիտեմ, դատարանին վիրավորել եւ այլն։ Հիմա իրավաբանների համար է սա այս իմ ելույթը եւ մեր հարցազրույցը։ Տեսեք, իրեն մեղսագրվում է մի արարք, որը տեղի է ունեցել իբրև խուլիգանություն եւ դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունք դատական նիստի ժամանակ եւ դատական նիստից հետո։ Ուրեմն դատարանում դատական նիստի ժամանակ արկա է դատավոր, կողմեր եւ կարգադրիչներ։ Եթե դատավորին դու վիրավորես, դատավորը իրավասու է կիրառել սանկցիա։ Դատավորը կիրառել է սանկցիա, Լիլիթը ասել է, որ դուք կոռումպացված եք, դատավորը ասել է, ես սանկցիա եմ կիրառում, դուք պետք է գաք դատարանի դահլիճին։ Դրանով ավարտվել է, այսինքն դատարանի հետ հարցերը դրանով ավարտվել են։ Եթե դատավորը գտներ, որ դատարանի նկատմամբ այնպիսի անպարկեշտ վերաբերմունք է ցուցաբերվել, որը չգիտեմ ինչ, այսինքն քրական պատասխան ինքը կդիմեր, այսինքն նա պետք է դիմեր, դատավորը չի դիմեր։ Հիմա եթե Լիլիթ Աղեկյանը դատարանում դատական նիստից հետո դրսևորել էր խուլիգանական վարքագիծ, դատարանում կան ոստիկաններ։ Ուրեմն այդ ոստիկանները, որոնք չեն կանխել հանցագործությունը կամ հանցագործության վերաբերյալ առերևույթ հանցանքի մասին հաղորդում չեն տրամադրել իրավապահ մարմիններին, հետևաբար նման բան չի եղել, որտեղ եղել են ոստիկաններ։ Անցնում է շուրջ 1 ամիս, ինչ որ մի այսպիսի ոստիկան կա, պատկերացրեք թմրամիջոցների Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկանության մայոր Վ Հովակիմյանը Ինչ է ասել։ մի ամիս հետո ինչ է ասում, մի ամիս հետո չկներեք, մի քանի օր հետո լսում է ինչ-որ ձայնագրություն, ինչ-որ Facebook-յան դատարանից, այո։ Եվ որոշում որ պետք է ընթացք տա։ Հա, տենց է գրում այսենց, բայց այդ ինքը այդ ձևի գործառույթ անելու, որ մոնիտորինգ արի, ասում է ես ոստիկանության մասին եւ օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքով նախատեսված լիազորություններս իրականացնելիս բարձել եմ ներքոհիշյալ մոնիտորինգ։ Իդեպ թմրամիջոցները ասացիք, հիշեցեք, թմրամիջոցների դեմ ինչ չեն պայքարում, այսինքն ինքը թմրամիջոցներով չի զբաղվում կամ զբաղվում է հակառակ իմաստով, երևի թե։ Այո, դե հիմա հակառակ իմաստով զբաղվել է, այսինքն հակառակ Հիմա ես խնդրում բացատրեք, ես որքան որ հասկանում Լիլիթ Աղեկյանը փորձել է նաև բացահայտել թմրամիջոցների հետ կապված մի պատմություն։ Դե քանի որ Խնդրում այդ մանրամասները, որտեղ այստեղ փոխկապակցվածություն կա։ Տեսեք, թմրամիջոցների հետ կապված Լիլիթ Աղեկյանը դպրոցում որ թմրամիջոցներ են տարածում, բացահայտումներ է արել, բացի այդ նաև բացահայտել է, որ թմրամիջոցի ազդեցության տակ դպրոցի սաները եւս մեկ նախկին դպրոցի սանի հետ բերել են դպրոցի տարածք 5 տարեկան երեխայի նկատմամբ այդ բռնաբարական գործողություններն են կատարել, որի հետևանքով Լիլիթ Աղեկյանը օգնել է, որպեսզի բացահայտվի եւ մայրը բողոքի։ Բողոքները տեղ են հասել, օգնություն է ցուցաբերել նրանց եւ ուղղություն է ցույց տվել եւ նաեւ որոշ տեղեկատվություն է
ձեռք բերել, ուղարկել է իրավապահ մարմիններին։ Հիմա սա իրենց դուր չի գալիս, որովհետև արդեն թմրամիջոցները ոստիկանության հովանավորչությամբ եւ մասնակցությամբ մցրել են Այսինքն մենք դպրոցներ։ կարող ենք կասկածել, որ սա հենց այդ թմրամիջոցների գործը բացահայտելու նաև Նաև պատիժ է։ նաև ոչ միայն դա։ Լիլիթ Աղիկյանը օգնել է, որ վերջերս հրապարակվեց այդ Հրայրիկ Կարապետյանի վերաբերյալ դատական ակտը հակակոռուպցիոն դատարանի կողմից կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ։ Դա այն անձն է, ով այդ դպրոցները, որտեղ ապօրինություններ են տեղի ունենում, ինքը իր վրա էր վերցրել հովանավորչությունը։ Դրա վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ եւ բողոքներ է ներկայացրել Լիլիթ Աղիկյանը, բայց մի մասով են, այդ միայն 5 տարով են այժմ դեռ օրինական ուժի մեջ չի մտել դատապարտել այդ Հրայրիկ Կարապետյանին։ Իդեպ այդ դատարանում, որ խոսել է Լիլիթ Աղիկյանը այդ օրը, որը հայտնաբերել է այս թմրամիջոցների վարչության չոր մոնիտորինգ անող մայորը, այդ նույն խոսքի մեջ Լիլիթ Աղիկյանը նաև հիշատակել է նրան։ Իրավիճակը պարզաջրենք, Տիկին Բոստանյան։ Ուրեմն այս թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարող ոստիկանը չի գտնում թմրամիջոց տարածողներին, թմրամիջոցներ տարածողին գտնում է Լիլիթ Աղիկյանը եւ թմրամիջոցների դեմ պայքարող ոստիկանը գտնում է Լիլիթ Աղիկյանը։ Շղթան այսպեսին է։ Այսինքն գտել է մարդու, որը գտել է թմրամիջոցներ տարածողների։ Այո, բան արել Լիլիթ Աղիկյանը։ այո, հենց դա է արել, դրա համար էլ ասում եմ, չէ, դու սխալվում ես, Լիլիթ Աղիկյան, դու նման բան պետք է չանես, դու ընդհակառակը պետք է լռես, թող երեխաները թմրամիջոցներ օգտագործեն, դպրոցներում հատկապես, թող երեխաները դպրոցներում թմրամիջոցների ազդեցությամբ։ Քիչ առաջ ազդեցությամբ։ Տիկին Փոստանջան լուր տարածվեց News-ը գրել, որ փաստորեն Մղչան գյուղում եւս մի երեխաների կապկպել են, ստիպել են թմրամիջոցներ օգտագործել դպրոցում։ Ես Իսկ հավատում եմ։ ոստիկանությունը այսպիսի բաներով զբաղվելու փոխարեն զբաղվում են նրանցով, որոնք բացահայտում են այդ պատմությունը, ովքեր բացահայտում են այդ Դե հատուկ են արել։ Հիմա տեսեք, ով որ բացահայտում է, հիմա այս ոստիկանը, որը իր գործը տեսակ ինչ գործ ունի սա։ Այսինքն այս ոստիկանի պաշտոնը սա է այս մայորի։ Իր այս ամեն ինչը ես ընթերցեցի։ Ինչ գործ ունի, որ ինչ որ տեսաձայնագրությունն է լսել Facebook-ում, ինքը գրում է Facebook-ում ինչ որ բան է, մոնիտորինգ արել եւ ինչ որ ձայնագրություն է լսել։ Այսինքն դատարանից ինքը լսել է ձայնագրություն, որտեղ Լիլիթ Աղիկյանը սուր քննադատության է արժանացրել այդ դպրոցի տնօրենին, որտեղ եղել են ապօրինություններ, որը կողմ է հանդիսանում քաղաքացիական վարույթում, ով այդ դպրոցի տնօրենը Լիլիթ Աղիկյանին դատի է տվել եւ Լիլիթ Աղիկյանը տեղ պատասխանող է եւ հաղթող գործար են, այսինքն ակնհայտ է, որ այդ ով որ դատի է տվել Լիլիթ Աղիկյանին չի կարող ոչինչ անել։ Լիլիթ Աղիկյանը իր քննադատողական խոսքը ասում է, բայց այս թմրամիջոցները փոխանակ գնա նրանց հայտնաբերի, Լիլիթ Աղիկյանն է հայտնաբերել։ Ինչու, որովհետև Լիլիթ Աղիկյանն է հայտնաբերում թմրամիջոց դնողին, թմրամիջոց դնող հովանավորին, թմրամիջոց դնող ոստիկանին, այդ դրանք են դնում։ Եթե հիշում եք, նախորդ տարի հայտնի դարձավ, որ մի խումբ պարեկներ թմրամիջոց ցրելով են զբաղվել։ Դրանից առաջ էլ նախորդ իշխանությունների ժամանակ ոստիկանության էլի պաշտոնյաներ, ներկայացուցիչներ թմրամիջոց ցրելու գործի մեջ էին մասնակից։ Այսինքն այս վարկածը, որ մենք ունենք, ինքը բավական իրատեսական է, իրականությունից հեռու չէ, որովհետև տարբեր դեպքերում ոստիկանները, այո, ոստիկանները մասնակից են եղել թմրադեղերի տարածքում։ Հիմա թող այս ով որ այս վարույթը նախաձեռնել է, այդ Չիչոյան դատախազը, թող հիմա մեծ բացատրություն տրամադրի, իդեպ դեպքը եղել է այդ թմրամիջոցներ եւ այդ բռնաբարության դեպքը այդ դպրոցում, որ եղել է, տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի վերջին։ Նոյեմբերին հայտարարությունն է արդեն հրապարակվել, պաշտոնապես իդեպ։ Եվ մինչև հիմա թող բացատրեն մեզ այդ սաները դպրոցի, որ այդ գործողությունները արել են, նրանց փորձաքննությունները ինչ է ցույց տվել, ինչ թմրամիջոցների ազդեցության տակ են այդ գործողությունները։ Ես ձեզ ասեմ, Տիկին Փոստանջան, այս մարդիկ մանկապիղծների հովանավորներ են, այս իշխանությունները,
Եվ ես բերեմ երկու օրինակ, որ ինձ հայտնի է եւ մենք հրապարակում ենք արել դրա մասին։ Մեկը, եթե հիշում եք, 2018-ին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց եւ պարզվեց տապալողներից մեկը ԿՓԱ-ական Թանթուշյան ազգանունով մեկն էր, որը բռնաբարել էր անառակաբարո գործողություններ էր արել ավելի ճիշտ 6-ամյա տղայի նկատմամբ եւ իրեն ԿՊ-ի շնորհիվ այդ տղան կարողացավ փախնել Հայաստանից։ Տատական գործը գնում էր, փախավ Հայաստան։ Մյուս դեպքով բաներից պատմամշակութային կենտրոններից մեկի տնօրենը, որը Արայիկ Հարությունյանի հովանավորյալն էր, բանի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, էլի երեխաների էր բռնաբարել եւ էլի հիմա շարունակում է ազատության մեջ մնալ։ Այսինքն սրանք մանկապարտության հետ ինչ-որ բաներ ունեն։ Հիմա ես կխնդրեմ բանի խոշտանգման մասով մի քիչ մանրամասներ Ես ավելացնեմ ձեզ, ուրեմն եթե երկրի վարչապետի անունից տպագրվում է գիրք եւ որտեղ նշված է, որ այդ գրքի հեղինակը նախընտրում է կույս տղաներ, արդեն դա մանկապարտություն է։ Այսինքն ամենաբարձր ատյանից դա քարոզվում է։ Հիմա այս ոստիկանները որ sense մոնիտորինգ անում, չգիտեմ, չի կարդում, օպերատիվ, չգիտեմ ինչեր է անում։ Այո, Նիկոլի գիրքը կարդացեք, չնայած նման օպերատիվ գործառույթ նախատեսված չէ օրենքով, բայց այնուամենայնիվ կարող է կարդալ եւ հաղորդում տալ, ոչ թե որպես օպերատիվ գործառույթ, այլ ուղղակի հաղորդում տալ, որ ինչ է Նիկոլի գիրքը, բռնության կոչ, մանկապարտություն եւ ամեն ինչ։ Ինչ է դա։ Այդ որ կարդաս բռնության դատախազների նման նկատմամբ ինչ բռնության կոչեր է արել այդ գրքի մեջ եւ այլն։ Հիմա անցնենք խոշտանգմանը։ Իդեպ մի դրվագ էլ Չիչոյանը ազգանունը տվեցիք։ Ես չստեմ որ դրա տղան էլ զոհված զինծառայողի մորը կալանք տվողն էր Աշոտիկյան։ Այո, հիշում եմ։ Սա ուղղակի հիշեցնեմ որ սա ընտանեկան գործ է իրանց մոտ էլի։ Ընտանեկան, այո, ընտանեկան ավանդույթները շարունակվում են իրենց վերաբերում։ Այս հենց արատավոր ավանդույթների մասին ենք մենք խոսում։ Հիմա եթե այս դատախազը մի ամբողջ Շիրակի մարզը ճպճպում է կրիմինալ այդ հենց երևի ամենաբարձր կրիմինալ բանն է, այդ շրջանն է Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, սոցիալապես անապահով շրջանը ավելի է այդպիսին լինում, բայց այն, որ այդտեղ թմրամիջոցները ահավոր տարածում ունեն, դա մի խայտարակություն է։ Եվ քրեական գործերի վարույթները հենց դատարանում հիմնականում դրանց են վերաբերում։ Եվ այստեղ դուք պատկերացրեք, ում է հասել Լիլիթ Աղեկյանը ամբողջ մարզի իրավապահ մարմիններին, ամեն անգամ իր ելույթներով, իր բլոգում հաստատքները ցույց է տալիս, որ ստեղ այս բանն է տեղի ունեցել, ես դες դիմել եմ, ինչի՞ չեք գնում դրա հետևից։ Ինքը կարող է բացահայտել, բայց ինքը իրավապահ մարմին չէ, որ այդ մարդկանց կարգի հրավիրի եւ պատասխանատվության կանչի։ Բայց դրանք չեն անում, հենց այդտեղից է իրենք արդեն Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ունեն հատուկ տրամադրվածություն եւ Լիլիթ Աղեկյանը շատ բաներ է բացահայտել։ Ուրեմն ինչ են անում։ Խոշտանգման մասին։ Հիմա անցնում ենք խոշտանգման մասին։ Ուրեմն այդ որ ինչ որ մի հատ 2023 թվականին այդ երեխայի բռնաբարության թմրամիջոցներ եւ դպրոցում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ ինչ որ գնում են մի 10 հոգի մարդ հաղորդում են տալիս հանցագործության մասին, այդ հաղորդումները տարբեր համարներով նախաձեռնվում դառնում են քրեական վարույթներ, այդ քրեական վարույթները հետագայում վարույթի նյութերը միացվում են մեկ վարույթում եւ քնեցնում են այդտեղ։ Ինչ որ ցուցմունքներ են հավաքում եւ այլն, բայց սենց ոնց որ հավաքում են ցուցմունքները Լիլիթ Աղեկյանի վրա, որ Լիլիթ Աղեկյանը եկել է դպրոցում ինչ որ երեխաներին խոսացրել է, բղավել է, միջամտել է դասապրոցեսին եւ այլ, սենց ինչ որ ցուցմունքներ են գրել,
Գրողները ովքեր են, այն մարդիկ են, ում վերաբերյալ Լիլիթ Աղեկյանը նույնպես արել է բացահայտումներ, կան տեսչական մարմնի ստուգումներ։ Օրինակ այդ նույն դպրոցում կան դասատուներ, որ գնում են Թուրքիա առևտուր անելու, այդ իրենց բացակայության ժամանակահատվածը օրինակ ֆիզկուլտի դասատուն կարող է դասավանդել աշխարհագրություն, քանի որ ես օրինակներ եմ վերում, միգուցե ստույգ չէ, որովհետև հիմա ձեռքից տակ չէ այդ տեսչական մարմնի ստուգման արդյունքները, բայց արդյունքների մեջ դա ամրագրված է, որ դասատուն բացակայել է, օրինակ աշխարհագրության, իր տեղ այդ դասաժամերը պարապել է ֆիզկուլտի դասատուն։ Ձեր համար լավ է, որ ձեր երեխայի հետ աշխարհագրության դասերը պարապի ֆիզկուլտը։ Հետո ֆիզկուլտի տեղը պարապել է, չգիտեմ, զինվորական պատրաստված։ Այո, դա է մի խոսքով այսպես ուր են եղել այդ դասատունները, ինչու են բացակայել, եղել են Թուրքիայում առևտուր են արել։ Եվ Լիլիթը դա բացահայտել է, դիմել է, բողոքներ է ներկայացրել։ Լիլիթը նաև ասել է, որ այն տնօրենը, որը ունի քրեական անցյալ, նրա նկատմամբ եղել է քրեական հետապնդում, բայց ինքը իր ձեռքով գրել է, որ խնդրում եմ իմ նկատմամբ դադարեցրեք քրեական հետապնդումը վաղեմության ժամկետ կիրառելու հիմքով, այդ տնօրենը մեղադրվել է պաշտոնեական կեղծիքի մեջ եւ խոշոր չափերի յուրացման մեջ։ Այդ տնօրենին, այդ նույն Հրայր Կարապետյանը թողել է, շարունակել է, որպեսզի մնա տնօրեն։ Այս տնօրենը մեծ ախորժակով ուզեցել է, որ շարունակի իր տնօրեն լինելը, եւ Լիլիթ Աղեկյանը այդ որոշումը, որ կարճման որոշում կա, բայց ոչ արդարացման հիմքով, ուղարկել է Ժաննա Անդրեասյանին, Ժաննա Անդրեասյանը դե արդեն չէր կարող այդ որոշումը օրենքի արդեն այնպիսի կոպիտ խախտում կլիներ, որ այդ որոշումով դու չես կարող պահել տնօրեն։ Կասեցրել է այդ process-ը, այս տնօրենը նույնպես մի հաղորդում, չգիտեմ ինչ էլ, կազմակերպել է, որ գրեն Լիլիթ Աղեկյանի վրա։ Գրել են այս դատախազությունը Չիչոյանը, տարել է միտեղ թողել է, դա եղել է։ Մի օր պետք է գա։ Այդ մի օրը այս մի քանի օրներ։ Այդ մի օրը, այդ մի գործը եւ այդ մոնիտորինգ անող այս թմրամիջոցների մայորը գնում է մի բան է նա է գրում, իբրև թե Լիլիթ Աղեկյանը խուլիգանություն է արել եւ վիրավորել է դատարանին, այդ գործերը կպցնում են իրար, դարձնում են երկու դրվագ խուլիգանություն եւ մի դրվագետ բան, այդ դատարանի նկատմամբ անպարկեշտ։ Բայց մենք ԿՊԱ-ականներից հասկացանք, որ ընդհանրապես իշխանության ներկայացուցիչին դատավորներին պետքա չքննադատել կամ պետքա թքել վրան, որ քրեական գործ չդառնա, ոնց որ Ալենինը, կամ պետքա մասիվի թաղապետին ծեծել մի 10-15 հոգով։ Սա իմ ընդունած տարբերակը չի, բայց ՔՊ-ի տրամաբանությամբ, եթե չես ուզում քրեական հետապնդման ենթարկվել, ապա երկու տարբերակ կա՝ թքել վրաները կամ ծեծել։ Ոչ միայն ՔՊ-ի, այլ նաև այդ Արտուր Պողոսյանի, այդ քննչական կոմիտեի։ Այո, նա էլ համեմատություն արեց, ասես դուք գիտեք, այն ծեծը որտեղի է ունեցել, դա միջին ծանրության հանցագործություն էր, իսկ այն ինչ որ արել է Լիլիթ Աղեկյանը, դա ծանր հանցագործություն է։ Գիտեք, դա ինչ մեծ տարբերություն ունի։ Իսկ վերջում չասեց ափսոս մահապատիժը անել են, թե չէ։ Գնդակահարություն։ Երևի որտեղ հարց է տալիս падգամավորը Աննա Գրիգորյանը, ասում է ոնց կարծիք արտահայտելը ավելի ծանր է, քան բռնություն գործադրելը, նա ասում է այո, կարծիք արտահայտելը դա ավելի ծանր է, դուք չգիտեմ ինչեր է ասում, 1, 2, 3, չգիտեմ 4, 5, 6 մի խոսքով այսպիսի սենց ուրճացնում է, բայց ինքը չի հասկանում ում հետ գործ ունի, չի հասկանում, որ այդ ես իրան ասել եմ տղա ջան, մեկը ինձ գրել էր, որ դա տղա չի, այ տղա պետք է ասես, չէ, դեռ այ տղա չեմ ասում, տղա ջան եմ ասում, բայց չի հասկանում ուր է գնում, ոնց է կորելու այդ ճանապարհին, եւ իրեն ոնց են կորցնելու, նենց են կորցնելու, որ հետքերը չի երևալու։ Իրենց առաջ Արգիշտի Քարամյանի գործը ծառայեց իշխանություններին ամենաստոր ձևով, հետո հայտնվեց աղբամանում իշխանություն։ Հիմա տեսեք, այս միացնում են գործերը, տալիս են մի հատ գործ կարող քննիչի, այդ Շիրակի մարզում հոյակապ գործարար։ Չդերցակ է մի հատ գործ կարող էլի դերցակ է, որ
որը ցենց կարմիր թելերով, չգիտեմ, ամենայն ցենց լավ աչքին գնող թելերով անենց հա կարում, որ միանգամից տեսնում ես դու։ Ուրեմն ինչ անում ես քննիչը։ Հանձնարարում է, որպիսի ձերբակալման որոշումը կատարի ով Կումայրի ոստիկանության բաժանմունքը։ Կումայրի ոստիկանության բաժանմունքի պետը այդ Կարեն Գևորգյանը, իրեն հայտնի է, որ Կարեն Գևորգյանը Լիլիթ Աղիկյանի նկատմամբ ունի հատուկ թշնամանք, որտեղ Լիլիթ Աղիկյանը այդ նույն թմրամիջոցների գործերով բազմաթիվ հրապարակումներ է արել, որ ինչու չեք զբաղվում դրանցով։ Հանձնարարում է, սրանք գալիս են այդ հանձնարարությունը ես կարծում եմ տեղի է ունեցել բանավոր, որովհետև նայում եմ հիմա փաստաթղթերը Լիլիթ Աղիկյանի բնակարան երբ նրանք մուտք են գործում, Լիլիթ Աղիկյանին պարտավոր էին տրամադրեին ձերբակալության որոշումը այդ ոստիկանները։ Ոչ մի որոշում նրան չեն տրամադրում, նրա այդ գիշերային զգեստով հողաթափերով առանց զգուշացնելու, որ նրան ձերբակալում են եւ նա ինչումն է մեղադրվում եւ նա կարող է օգտվել հագուստը փոխել, հիգիենայի պարագաներից օգտվել, նոր գնալ ձերբակալման վայր, դա այդ մասին ոչ մի բան չկա, բռնում են 5 րոպե է դա տևում, ընդամենը 3-ից 5 րոպե, ուղղակի մի մոտ 6-8 ոստիկան բռնում են եւ տանում են անմիջապես Կարեն Գևորգյանի մոտ։ Կարեն Գևորգյանը շատ սպառնալիքով բարևում է Լիլիթ Աղիկյանին, ասում է, հա, դու այդքան համարձակ էր, որ իմ վրա գրում էիր, խոսում էիր եւ այլն, որովհետեւ գիտեք, ամբողջ ոստիկանության շենքերը, մեջ տարածքները, ամբողջը տեսախցիկ են։ Եվ այդ պահը, եթե ազնիվ է այս ՆԳՆ-ը, որ ասում է նման բան չի եղել, բայց եթե դու ասում ես, դու պետք է ապացուցես։ Այդ ապացույցը դիր հրապարակի։ Աթոց տան Լիլիթ Աղիկյան, ահա մտավ շենք։ Այո, չէ, բայց ինչի տարան շենք։ Որոշման մեջ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածը հստակ ասում է. ձերբակալման որոշումը նրա համար է, որպեսզի ձերբակալված անձին անմիջապես տանեն քննիչի մոտ, քննիչն է անհապաղ պետք է տանի դատավորի մոտ։ Լավ, ինչու են հանել հագուստները։ Չէ, դե ինչու են տարել նախատեղ։ Դա հասկացանք, ապօրինի է։ Ապօրինի։ Տարել են այնտեղ ինչի համար։ Ասել է դե հիմա տարեք, կատարեք բանը, զննություն եւ խուզարկություն տեսախցիկների առջև։ Դե հիմա կտեսնես, քեզ ոնց են տեսա ձայնագրելու, որպեսզի երևի հավանաբար այդ վիդեոները վերցնի, հետո շանտաժանի։ Իրենց հաշվարկը հետևյալն է եղել, տեսեք, որ իրանք քրեական գործը սկսել են, սպասել են, որպեսզի գա ամսի 8-ը եւ 3-ն, որպեսզի դրանց հետո 9, 10, 11 լինեն ոչ աշխատանքային օրեր, հավանաբար նաև լսել են մեր հեռախոսազանգերը, ես ասել եմ, ես 3 օրով բացակայելու եմ, եւ որպեսզի ոչ մեկ չգնա Լիլիթ Աղիկյանի հետևից, իրենք իրանց ստոր գործը անեն, հետո փորձեն Լիլիթ Աղիկյանի հետ ինչ-որ շանտաժի լեզվով արդեն խոսել, որ տես քեզ էս կանենք, են կանենք եւ այլն։ Դրա համար են տեսաձայնագրել։ Ուրիշ ես հիմնավորում չեմ կարող գտնել, կամ էլ այդքան անձնական թշնամանք ունի, որ գնացել են նման քայլի։ Ասել այդ գործառույթը արել են, որի ժամանակ արդեն իսկ դուք պատկերացնում եք այդ վիճակում նրան տեղափոխեցին ոստիկանության այդ Կումայրի բաժանմունք, ինքը այնտեղ վատացել է եւ իրենք ստիպված են եղել այդ ժամանակ հրավիրել շտապօգնության։ Մենք կադրեր տեսել ենք ձեր էջում հրապարակված։ Այդտեղին է չկա։ Այսինքն Կումայրի բաժանմունքում, որտեղ իրեն այդպիսի վերաբերմունք են ցուցաբերել նվաստացնող, այդ ժամանակ նա վատացել է, այդ ժամանակ են արդեն իսկ նրա համար հրավիրել այդ շտապօգնության մեքենան եւ շտապօգնության բրիգադան, որից հետո շտապօգնությունը, չգիտեմ ինչ է անում, Լիլիթին տեղափոխում են քննիչի մոտ։ Քննիչը ոչ մի քննչական գործողություն չի անում, մինչդեռ պարտավոր էր մեղադրանք առաջադրել, ծանոթացնել քրեական հետապնդում նախաձեռնելու որոշման հետ, ոչինչ չի անում, այդտեղ են մնում, հետո դրանից հետո Լիլիթ Աղիկյանին տեղափոխում են մեկ այլ բաժանմունք, արդեն Մուշի բաժանմունք են տեղափոխում,
ժամանակավոր պահման մեկուսարան, ընդեղ է մի քանի ժամ մնում, քնիչ ինչ որ գալիս է մի հատ, չգիտեմ ինչ փաստաբան է բերում, որը ոչ մի գործառույթ չի անում, այդտեղ էլ է արդեն գալիս շտապօգնության մեքենա եւ Լիլիթ Աղեկյանին հոսպիտալացնում են։ Այսինքն այնքան վատ է լինում, որ իրենք հասկանում են երևի, որ պետք է հոսպիտալացնեն։ Տանում են հիվանդանոց, այնտեղ որտեղ ես արդեն որ տեսա ինքը անվասայլակի վրա էր, որ ասում են տանում են MRT-ի։ Բավականին սփռնած վիճակում եւ հավանաբար այդ դեղի ազդեցության տակ շատ sense թմրած վիճակում էր։ Եվ այդտեղից MRT-ի չեն տանում, այլ տանում են դատարան։ Պատկերացրեք, այդ ընդունարանի բաժնից հանում են այդ առաջի բուժօգնությունը ցույց տված բժիշկների ուղեկցությամբ դուրս են հանում, որպեսզի տանեն MRT-ի չեն տանում են դատարան։ Դուք կալանավորեն։ Չէ, չեն կալանավորում։ Տեսեք, որպեսզի այսինքն անհապաղն չեն անում։ Օրենքի պահանջը էլի չի հարգվում։ Այդ ամբողջ ընթացքում Լիլիթի ձեռքը մի հատ ձեռնաշղթա են գցում մի ձեռից, մյուսը գցում են ոստիկանի ձեռքին։ Այս ամբողջ ձեռքը կապտած էր եւ այս մասը ուռած։ Տանում են դատարան, դատարանում պահում են մինչև առավոտ լուսաբաց։ Սոված ծառա, պատկերացրեք ժամը 6:30-ից շուրջ, նա նույն հագուստով գումարած դրան հատուկ ֆիզիոլոգիական վիճակում բնականon։ Ոչ մի հիգիենայի պարագաներ չեն տրամադրում, տանում են սպասեցնում են այդ ձևի ձեռը բռնած, ոչ մի տեղ չի կարա գնա այդ մարդը։ Տուալետի խնդիր կա, ոստիկանը ձեռը բռնած, ոչ մի շարժ, ոչ մի բան։ Հետ են բերում էլի նորից մուշի բաժամունք, մինչև ժամը 12-ը, 12-ին հետո էլի տանում են դատարան, մինչև ժամը 6-ը։ Այդ ամբողջ ընթացքում մինչև Աբովյան քրեակատարողական հիմնարկ հասնելը, հաջորդ օրվա առավոտը Լիլիթ Աղեկյանը ոչ մի սնունդ չի ընդունել։ Հասել է քրեակատարողական հիմնարկ Աբովյան, նոր ջուր է խմել։ Վախեցել է արդեն որ այդ պայմաններն են եղել, նույնիսկ հրաժարվել է իրենց առաջարկած ջրից, միայն ջուր են առաջարկել։ Այդ ընթացքում ամբողջ ճանապարհին մինչև քրեակատարողական հիմնարկ հասնելը Գյումրիից այդ մեքենայի մեջ ես ենթադրում եմ, որ գլխին հարված է ունեցել, որովհետև սրտխառնոց, գլխապտույտ, 110, 192, 100 ճնշումը զարկերակային եւ սրտխփոցը, գլխապտույտը եւ փսխելը, ամբողջ ճանապարհին փսխելը, որ բան չես կերե, չգիտեմ այդ ինչից է, միգուցե գլխին հարվածից է, ես չեմ իմանում։ Ճանապարհին կանգնեցրել են մեքենան, ինքը նաև փսխել է, պատկերացրեք այդ վիճակում։ Վերել հասցրել են այնտեղ, նա 5 օր եղել է նույն հագուստի մեջ։ Ուղիղ 30 ժամ չի կարողացել ոչ լվացվել, ոչ քնել, ոչ սնվել։ Այդ է եղել այս խոշտանգման պահը։ Հասկանալի։ Մենք շարունակենք հետևել այս գործին, որովհետև իրականում աբսուրդային գործ է։ Շատ աբսուրդայինը ո՞րն է։ Դուք պատկերացնում եք, եթե եղել է դատարանում խուլիգանություն, բայց ոստիկանները դատարանում ինչու չեն արձագանքել։ Դամ դատավորը։ Կամ դատավորը, եթե խուլիգան էր մարդը, դատավորն էլ կարող էր։ Դատավորը իր գործառույթը արել է, իրեն պետք չէ, որովհետև նույն դատավորը ինքն էլ մենք դատավորին 3 անգամ բացարկ ենք հայտնել։ Այսինքն այնպես չէր, որ մեր դատավորը իր վարքով եւ կարգով նենց պատշաճ ամեն ընթացակարգի մեջ էր։ Այսինքն մենք դատավորին մեր անվստահությունն ենք նաեւ հայտնել։ Բայց դրա հետ մեկտեղ դատավորը նույնիսկ այդ շեմը չի անցել։ Այսինքն նույն դատավորը հազիվ թե մի հատ կարողացել է սանկցիա կիրառել։ Շնորհակալ եմ Տիկին Փոստանջան, շատ կարևոր գործ եք անում պաշտպանելով Լիլիթ Աղեկյանի իրավունքները։ Ես կարծում սա հասարակության խնդիրը պիտի լինի, բոլորը պիտի։ Գիտեք, ես հասարակությունից պատկերացրեք, շատ մարդիկ կային, որ իրենց նկատմամբ նույնն են արել, ոչ կանանց, տղամարդկանց։ Ես իրենց իրավունքները պաշտպանել եմ եւ բարձրացրել եմ, բայց ցավում եմ, որ այդ մարդիկ, երբ նույն այդ ոստիկանական համակարգը իրենց նկատմամբ էր, այդ ձևի դաժանություններ գործում, այդ մարդիկ այսօր լռում են։ Գիտեք, կապ չունի մարդը ինչ քաղաքական հայացքներ ունի,
ինչ, չգիտեմ, դավանանք ունի կամ ինչ ազգության է պատկանում, դրանք կապ չունեն։ Եթե այդ նույն մարդուն դու տեսնում ես, այսինքն ընկած մարդուն չի կարելի խփել։ Իսկ տվյալ դեպքում պետության արդեն արգելանքի տակ գտնվող մարդը պետք է ունենա արժանապատվության հարգում։ Մինչդեռ ստեղ դա տեղի չի ունեցել, դիտավորություն է տեղի ունեցել։ Սրա մասին պետք է խոսել, որտեղ հաջորդը դու ես լինելու։ Շնորհակալ եմ Տիկին Ես Փոստանջան, ես շեստեմ դրուցում եմ Զարուհի Փոստանջան հետ, խոսում ենք Լիլիթ Աղեկյանի գործի մասին, իհարկե հետևեք այս գործի ընթացքին եւ հնարավորության դեպքում իհարկե աջակցեք տեղեկատվական առումով որպես քաղաքացի, որպես հանրային գործիչներն եմ դիմում իհարկե։ Այսօր այսքանը կհանդիպենք։